Արդիկ քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում նախորդին Սավանով կախված են հայտնաբերել 49-ամյա կալանավորին։ Սա այս տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած 4-րդ ինքնասպանության դեպքն է։ Նախորդներից մեկը ևս տեղի էր ունեցել արդիկ քրեակատարողական հիմնարկում, մեկը Արմավիրում, մեկն էլ դատապարտյալների հիվանդանոցում։ 3 դեպքում ինքնասպանության գործիք է ծառայել Սավանը, մի դեպքում Ածելին։ Դեպքերը վկայում են նրա մասին, որ դեռևս մենք ունենք խնդիրներ, որոնք լուծումներ չեն ստանում եւ մարդիկ ստիպված են լինում դիմել այդ ծայրահեղ քայլերին։ Մասնավորապես առողջության հետ կապված, առողջության պահպանման հետ կապված խնդիրներ, քրեական ենթամշակույթի հետ կապված խնդիրներ, որոնք եւս շատ հստակորեն ազդում են տվյալ անձանց կյանքի, հատկապես կյանքի իրավունքի, ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի ավելացման վրա, ինչպես նաև համակարգային տարբեր խնդիրներ կապված քրեական գործերի հարուցման, ազատազրկում որպես խափանման միջոց կիրառելու եւ նաեւ քրեակատարողական հիմնարկի ներսում առկա իրավիճակների հետ կապված խնդիրների դեռևս ամբողջական լուծման վերաբերյալ։ Պաշտոնական տվյալների համաձայն նախորդ տարի Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում սպանության եւ ինքնասպանության դեպքեր չեն արձանագրվել։ Արձանագրվել է ինքնավնասման 613 դեպք։ 2023-ին ինքնասպանության 2 դեպք է գրանցվել, ինքնավնասման 472 դեպք։ Այս տարի գրանցված դեպքերի թիվն աննախադեպ է։ Իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանի դիտարկմամբ ինքնասպանությունների թվի աճի պատճառներից մեկը հոգեկան առողջության խնդիրների սրումն է փակ հաստատություններում եւ այնտեղ ձևավորված քրեական ենթամշակույթը։ Նաև կարևոր է, թե ինչպես է իրականացվում վատային վերահսկողությունը, արդյոք այդ անձինք եղել են իրենց խցերում մեկուսացված եւ օրինակ նաեւ խնդիր է, երբ ինքնասպանություն է գործում անձը, որը օրինակ փակ խցում չի եւ ավելի շատ համակերպության կանոնները վերաբերում, այսինքն ռեժիմային տարբերություն ունի եւ այստեղ եւս պետք է հասկանալ, թե որքանով է ազդում անձանց վրա իր քրեական ենթամշակույթը եւ որքանով են ստիպում մարդկանց գործել ինքնասպանություն այս կամ այն հոդվածի հետ կապված, որովհետեւ դա եւս կարեւոր է, որովհետեւ մենք գիտենք, որ քրեական ենթամշակույթը որոշ հոդվածների պարագայում հստակորեն կարող է կիրառել անձի վրա ճնշումներ, իսկ ընդհանրապես քրեակատարողական համակարգը նրանով է կարևոր, որ ցանկացած հոդվածով քրեակատարողական հիմնարկում հայտնված անձի կյանքի եւ առողջության համար կրի պատասխանատվություն եւ ազատազրկումը լինի այն միջոցը, որով նա պատիժ է կրում եւ ոչ թե այլ մեթոդներ կիրառվեն նրա նկատմամբ։ Արդիկ քրեակատարողական հիմնարկում նախորդին տեղի ունեցածի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ շահադիտական նպատակներով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Պատասխանատվության կենթարկվեն արդյոք այն անձինք, որոնք ինքնասպանության են հասցրել կալանավորին։ Վարույթներ հարուցվում են, բայց ի վերջո հանրային հաշվետվողականություն հստակորեն չկա, թե ինչ պատճառներով, ում դրդմամբ եւ ինչպես տեղի ունեցավ այդ սպանությունը, ինքնասպանությունը, մահվան դեպքը եւ որպես այդպիսին մենք դեռևս թափանցիկություն չունենք փակ հաստատություններում մահվան դեպքերի ամբողջական եւ թափանցիկ քննության եւ դրա վերաբերյալ հանրային հաշվետվողականության վերաբերյալ։ Իրավապաշտպանն ասում է, իր գործունեության ընթացքում չի հիշում մի դեպք, երբ որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել դատապարտյալին ինքնասպանության հասցնելու համար։